Սիրելի հայրենակիցներ, իմ պարտն եմ համարում ամեն ելույթին հիշեցնել։ Այս խորհրդարանը ունի լեգիտիմության խնդիր, այս խորհրդարանի պատգամավոր մեր գործընկեր Արթուր Սարգսյանը երրորդ օրն է անօրինական որոշմամբ զրկված է խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն եւ ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։ Ճիշտ ասած, քիչ առաջ պարոն Ռուբինյանի վարման կարգով ուզում եի կարճ մի առաջարկ անեի։ Առաջարկեի 20 րոպե ընդմիջում, որպեսզի առաջարկեի պարոն Վահագն Ալեքսանյանին միասին բարձրանանք առաջին բաժին, նոր պատգամավորները քիչ կվարժվեն, այնտեղ գաղտնի փաստաթղթերն են պահվում, առաջին բաժին եւ խնդրեի առաջին բաժնի աշխատակիցներին մեզ տրամադրեին մեծամասնության կողմից ձևավորված միայն, քանի որ մենք բոյկոտում էինք, չէինք ընդունում, բայց անօթացել ենք 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող զեկույցը, որի տակ դրված է Վահագն Ալեքսանյանի ստորագրությունը, բաց է այնտեղ մոտ 10-15 էջանոց հատված, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում Սու-30-ների ձեռքբերմանը, քանի որ գաղտնիությունը ես չեմ կարող ասել ինչ է գրված, եւ պարոն Վահագն Ալեքսանյանը կհամոզվեր, որ իր ձեռքով ստորագրված զեկույցում գրվածը 180 աշճան հակասում էր այն հայտարարությանը, որ քիչ առաջ պարոն Ալեքսանյանն արեց այս ամբիոնից, հպարտանալով Սու-30-ների ձեռքբերմանը։ Կառաջարկեմ, բայց ծանոթանաք, պարոն Ալեքսանյան։ Հիմա իրականում հարգելի գործընկերներ եւ սիրելի ժողովուրդ, այս երկօրվա քննարկումներում իշխանության ներկայացուցիչները պարբերաբար շուռ են գալիս Հայաստան խմբակցության կողմ եւ սկսում են վերլուծել, թե ինչի 28 հոգանոց խմբակցությունը այսօր ներկայացված է 12 հոգանոց խմբակցությամբ։ Իրականում, չգիտեմ, պարոն Ռուբինյանի հորդորն են լսել, բայց խոսույթը իշխանության ներկայացուցիչների վերջին մի քանի ամիսների կամ 1-2 տարվա համեմատ կտրուկ փոխվել է, որ ողջունում է, որովհետև այս ամբիոնից պարբերաբար անցնող 1-2 տարիներին հայտարարվում էր, սիրելի ժողովուրդ, եւ ձեզ էլ ասում էին, որ վերջ դուք մյուս խորհրդարանում չեք կլինի, դուք վաբշե չկա։ Ամենաշատը դրա մասին գիտեք ով էր հայտարարում։ Ալեն Սիմոնյան, Ալեն Սիմոնյանը ստեղ չի, Ալեն Սիմոնյանը։ Մենք այստեղ ենք։ Հիմա 12 հոգով, բայց դա էական նշանակություն չունի։ Բայց այստեղ մի կարևոր բան կա։ Հաշվարկը սխալ է քաղաքական մեծամասնության, որովհետև արդյունքը այս ընտրությունների եւ նաեւ անցնող 5 տարիների Հայաստան խմբակցության չարքաշ գործունեության, շատ հաճախ տհաճ, շատ հաճախ մաշեցնող, շատ հաճախ հոգնեցնող, շատ հաճախ ոչ ցանկալի իրավիճակների միջով անցնելով, նաև Հայաստանում ստեղծեց մի իրավիճակ, որ այսօր մեր խորհրդարանում ընդդիմությունը ներկայացված է 46 հոգով։ Ճիշտ եմ ասում, պարոն Վարդան։ 46 եմ ասում, որովհետև այս ընտրություններից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովի անօրինական որոշմամբ գողացվել է ընդդիմության եւս 5 մանդատ։ Հաշվարկը քաղաքական մեծամասնության գործընկերներ պետք է արվի նաեւ վերջնարդյունքով, որովհետև 21 թվականին Հայաստան դաշինքը գրեթե եզակի ընդդիմադիր կուսակցություն էր, որ մասնակցում էր ընտրությունների եւ իշխանության դեմ եղած բոլոր մեր հայրենակիցները կամ ոչ ամբողջությամբ, բայց մեծամասնությամբ քվեն տալիս էր Հայաստան դաշինքին։ Եվ դա էր, որ 29-28 հոգանոց ֆրակցիա է։ Այս ընտրություններին մեր հետ մրցապայքարում մեր հարգելի գործընկերներ, ընդդիմադիր գործընկեր կուսակցություններն ակտիվ մասնակցեցին, զորեղ մասնակցեցին
եւ այս տարիների արդյունքն է, որ եթե 2021 թվականին իշխանության դեմ մեր հայրենակիցները տվել էին շուրջ 270,000 դեմ քվե, այս ընտրություններին շուրջ 600,000 մեր հայրենակից քվեարկել է ընդդիմադիր, վառ ընդդիմադիր, այն ուժերին, որի արդյունքում ակնկալել է, որ ԿՊ-ն զրկվելու է իշխանությունից։ Սա է հանրագումարը, սա է արդյունքը, դա մեկ օրվա աշխատանք չէր, դա երկու օրվա աշխատանք չէր, դա քաղաքական մենակ խորհրդարանի աշխատանք չէր, փողոցի պայքար չէր, դա մեր շատ հայրենակիցների զրկանքն էր, բանտարկությունն էր։ Այսքանն է, որ ուզում էի ասեի, բայց պարոն Ալեքսանյան, ամեն դեպքում, եթե կուզեք միասին կարող են գնալ, հեշտ կարող եմ այդ զեկուցում գտնել հատվածը։ Հիմա ես քիչ-քիչ սկսում եմ հասկանալ, թե ինչի նաև Անդրանիկ Քոչարյանը հափորձում էր 44 օրյա զեկույցը առնվազն ազգային ժողովի պատգամավորներին ներկայացնել փակնիստի, այդպես էլ այդ գաղափարը տապալվեց։ Շնորհակալ եմ։